Գողություն հայկական ձևով։ Հիմա ժամանակն է հասկանալու, թե այդ որն է գողություն հայկական ձևով։ Իհարկե, հասկանալի է, որ չենք խոսում մանր, հայելի, լուսարձակ ու տրանսպորտի մեջ գրպանահատության մասին, այլ լուրջ էկրանային գողության մասին է խոսքը։ Այնպես որ ներս եկեք մեղավորներ, բեմադրող ռեժիսոր Դավիթ Գրիգորյան, դերասաններ Արթուր Հարությունյան եւ Ջեյդի Գիլ։ Համեցեք։ Բարի երեկո, բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում, նախ շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ, լեփլեցուն կինոդահլիճներ ու հաջողություն մաղթում ֆիլմին։ Շնորհակալություն։ Անկել ենք շնորհակալ Ներսես ջան, որ ժամանակ գտաք եւ պատիվ համարեցիք մեզ հյուրընկալել ձեր այս չերմ տաղավարում։ Ես եմ շնորհակալ, որ այստեղ եք, միշտ գրկաբաց։ Գանք ամենասկզբից Դավիթ, ինչն էր գլխավոր մոտիվացիան այս պատմությունը ֆիլմ դարձնելու։ Ոնց սկսվեց ամեն ինչ։ Ուրեմն ամեն ինչ սկսվեց մտքից։ Մտահղացման հեղինակ էր Միջայլոց Արտյոմ Նավաղարշյան, իմ լավ ընկերը։ Արտյոմը Միացյալ Նահանգներում էր, զանգեց ինձ, պատմեց այդ միտքը։ Ես այդ գիշեր չքնեցի, որտեվ չէի կարողանում պատկերացնել այդ ինչի արդյունքում ածնվել այդ միտքը, որտեվ ինքը հենց մեր ֆիլմի մեխն է ու իմիջայլոց ասեմ թրեյլերի մեջ այդ մեխը բացակայում է։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր հանդիսատեսը այդ հետաքրքրությունը ամեն ինչով վայելի, այսինքն թրեյլերի մեջ նախապես սփոյլ չենք արել, էլի։ Միտքը դարձավ սցենար, որի վրա աշխատել ենք 2 տարի, 2 տարուց ավել։ Սցենարի հեղինակներն ենք ուրեմն Նարեկը Մարգարյան, Արտյոմ Վաղարշյանը եւ ես 2 տարի աշխատանքից հետո ստացանք այն, ինչ հիմա ունենք ու իմ համար ամենակարևորը ֆիլմում սցենարն է։ Եթե դու նկարես աշխարհի ամենալավ տեխնիկայով, ամենալավ ֆիլմ, ամենալավ դերասաններով ինչ որ ֆիլմ, որի սցենարը հետաքրքիր չի պատմությունը, միևնույնն է այդ ֆիլմը չի աշխատի։ Իսկ քանի որ մենք ունեինք հզոր սցենար, մեր ֆիլմի նկարահանումներն էլ ոչ մի կերպ չպետք է զիջեին մեր ֆիլմի սցենարին։ Ընտիր, բայց ստորեն երկար նախապատրաստվել եք ես ամեն ինչին, շատ երկար ստեղծագործական ճանապարհ եք անցել։ Իմիջայլոց ասեմ, նկարահանումների նախապատրաստումը շատ երկար է տևել, մենք կառուցել ենք մի 21 տաղավար ենք կառուցել ֆիլմի համար։ Վաու։ Որոնցից մեկի չափերը այնքան մեծ են, որ ԱՊՀ երկրների տարածքում ամենամեծ տաղավարը մոտավորապես 3400 քառակուսի մետր է, իսկ մերը 7000 քառակուսի մետրանոց տաղավար են կառուցել հենց ֆիլմի այն հատվածի համար, որը որ թրեյլերի մեջ չկա։ Ցույց չենք տալու։ Ընտիր։ Արթուր, դու գլխավոր դերերից մեկն ես խաղում, պատմիր, որն է ամենադժվարը այս նախագծում քո համար։ Ոյ, ամենադժվարը։ Նախ ֆիլմը ինքը մոտ 50 նկարահանման օր ունեցել, որից 37-8 հատը ես եղել եմ, հա։ Գիտեք ոնց օր եղել է 22 ժամ աշխատել ենք։ Վաու։ Ու շատ տարբեր տեղեր լոքեյշններում ունեցել ենք, որ դեպ կասկածորներ են եղել, բայց շատ քիչ են մասնակցել։ Հիմնական շեշտը մենք ինչը որ կարացել ենք, մենք մեր ուժերով, ֆիզիկական ուժով արել ենք։ Եթե ասենք տեղկավոր պարանով բարձրանում ենք վեր, դա ռեալ բարձրանում ենք մենք ենթադրենք։ Դժվարը նախ հաճելի դժվար էր։ Մենք գիտակցված ծանրության տակ մտել էինք, որովհետև այդ դժվարից մենք հաճույք էինք ստանում։ Մենք ամեն տեսանը նկարելուց 10 անգամ նայում էինք, մենք էլ էինք հասկանում ինչ բանի մեջ է, դրայվի մեջ էինք։ Այդ 22 ժամ աշխատելուց հետո մենք զգում ենք, որ հələ էլի էներգիա կա մեջներս, որովհետև լավ բան ենք անում։ Ու դժվար Իմիջայլոց ամենադժվար տեսարանները հենց Արտուրը, Ջեյդին ու Արսենը Լևոնյան իրանք են
այդ տեսարաններում։ Դուք պատկերացրեք տեսարան ունենք, որ գիշերվա 3-ին լճակի մեջ պետքա լոդկա քշենք, հակառակ քամին գալիս է 2 հոգի մեջ, 3 հոգի մեջ է, ես պետքա թիավարեմ գիշերվա 3-ին քամուն հակառակ։ Խոսքով ու այդ ամեն ինչը որ նայում ենք հիմա, այնքան բաղձալի ենք ասում, որ հիմալիներ ավելի մեծ ջանք կդնենք, որտեղ արդյունքը տեսանք, մենք ունեցանք 3 ամիսվա ընթացքում մի հատ հրաշալի պրոդուկտ էլի, ասենց ասում։ Շատ երկար չարչարանքներից հետո։ Ու մի բան էլ ասեմ, շատ են ինձ հարցնում, վերնագիրը, հա, գողություն հայկական ձևով, ինքը բնավել չի ռոպագանդում գողությունը։ Ինքը գողություն ասվածը 3-4 պլան է մեր ֆիլմի մեջ։ Ավելի առաջին պլան կա ընկերասիրություն, կա սեր մեկը մեկի հանդեպ, աշխատանքի նվիրվածություն, այսինքն վերնագիրը թող չբանչանի։ Հա, նենց չէ, ֆիլմը գողության մասին չի։ Ֆիլմը լրիվ ուրիշ բացահայտումներ մասին է։ Ֆիլմը նրա մասին է, որ ագահ մարդու վերջը միշտ վատ է լինում եւ այլն, ասենց մեսեջներ կան ֆիլմում դրված, որոնք վերնագրի չի արտացոլում այն ամեն ինչը, ինչը որ ֆիլմում կա։ Ուղղակի կան մարդիկ, որոնք վերնագիրը նայում են, մտածում են, որ չէ, գողության մասին ֆիլմ է ինչ-որ, բայց ֆիլմը նենց ֆիլմ է, որ հանգիստ կարող են ընտանիքով մարդիկ դիտել։ Ֆիլմում չկա բռնություն, ֆիլմում չկա արյուն, ֆիլմում չկա սպանություն։ Ընտանեկան ֆիլմ է, ընտանեկան դիտման համար։ Խավերի Ես առաջարկում եմ չարաշահել մեր հեռուստադիտողի համբերությունը, ովքեր դեռ չեն տեսել ֆիլմի թրեյլերը, դիտենք թրեյլերը, որտեղ չկա սփոյլ, չեք տեսնելու շատ գայթակղիչ բաներ եւ շարունակենք զրույցը։ Գնաց։ Բոլորս վտանգի մեջ ենք։ Երեք Հայաստանը ժամանել Ռավի բատնագարը։ Մի խոսքով այսպիսի զարգացում ոչ ոք չէր կանխատեսում։ Ravi Bhatnagar, my pleasure. Pleasure's all mine։ 1961 թվականին սովետական Հայաստանի ղեկավարությունը գաղտնի թունել է փորել Երևանի տակ։ Ուղիղ տակն են, սկսում ենք ծակել, զանգի մերոց։ देखते तुम क्या कर सकते हो। Դիտեցինք թրեյլերը, որտեղ շատ գաղտնիքներ բնականաբար բացահայտված չեն, գաղտնիքները բացահայտելու համար պետք է գնալ կինոթատրոն եւ դիտել գողություն հայկական ձևով ֆիլմը, բայց գանք JD-ին, JD, դու գիտեմ, որ արդեն 15 տարի ապրում ես Հայաստանում, կինոաշխարհում ես որպես կինոպրոդյուսեր, դերասան, ոնց ստացվեց քո ճանապարհը այս ֆիլմի հետ, ոնց հայտնվեցիր այս action-ի մեջ։ Առաջարկում որ զանգեցին, բան ես հանդիպել եմ Դավիթին ու Արտյոմին, որ բացեցին այդ թեման, որ պետք է կինո նկարենք ու ամեն ինչ ասում են տենց այդ ձևի մարդն է պետք ես առաջին ձեի հարցնում որ այդ ձևի մարդն է պետք ես ասի ես ալպինիստ եմ ես սարեր բարձրացել եմ Հայաստանում ու համ բանը նորավանք շատ տեղեր գնացել եմ ասի իսկական դու ես պետք մեզ ու դրանից հետո սկսեց թեման տենց գնացի այս առաջի փորձն է որ կինոյի մեջ եմ նկարել բայց այդքան հետաքրքիր է չի պատկերացնում ու ես համ այս գործի մեջ եմ նկարում ենք կինո բան տենց բան ես որ կողքից նայում եմ Հայաստանում առաջի անգամ այս առաջին կինոն է որ այդ ձևա նկարվել ուժեղ որակ են ասեն ու գողություն հայկական ձևով ես ամեն ինչի մեջ մտել եմ Հայաստանում ինչ կասես կարել եմ բայց որ վերջում իմ ընկերները իմացել են որ սա հայերն են ընկերները վերջում որ իմացանք որ կինո ենք նկարի որ անունը գողություն հայկական ձևով է Դու այդտեղ Այդ մտածել ասում եմ այդ մնացեք ես բայց շատ հետաքրքիր շատ ուժեղ ասենք որ այդքան
դժվար օրեր եկել է գիտենք, բայց շատ հաճելի է, շատ հաճելի դերասաններին, բայց այդ մասը մի քիչ ավելի կոնկրետ ասեմ, ուրեմն անհավանական բան էր դա իմ համար, որ գտնել դերասան, որը ազգությամբ լինի հնդիկ, խոսա հայերեն ու մեր մոտ սցենարով պետք է այդ հնդիկը լիներ ալպինիստ։ Էնել ալպինիստ, հա, մի հատ էլ ալպինիստ լինի։ Խոսացինք ամեն ինչ լրիվ օքեյ է, JD-ի հետ խոսացինք, մի թեթև փորձ արեցինք եւ այլն, ասեցի ուրիշ ինչով է զբաղվում, ասեց ալպինիստ եմ։ Այդտենց զուգադիպություն, չգիտեմ, էլ կարա կյանքում լինի թե չէ։ Այդ ֆանտաստիկ է։ Ջեյրոք շատ շնորհակալություն մեր JD-ին։ Իդեպ մեր սցենարային տեքստերը մենք համարում ենք երկաթյա, շեղում պետքա չունենայինք։ Այսինքն ոչ ավել բառ նախադասության մեջ, ոչ պակաս բառ։ Այսպես շատ հազվադեպ կարող է, չգիտեմ, ինչ մի բառ լիներ, որ չէր համապատասխանում, քննարկում են սցենարիստները, նոր թույլատրում են փոխենք, թե չփոխենք։ Այսինքն ամբողջ 50 նկարման օրը այդ սցենարները մենք անգիր մեկին մեկ ասել ենք, ոչ այսքան ոչ ենք։ Իմիջիալոց ասեմ։ Ինչքան դժվար է ներողություն Դավիթ ջան։ Հիմիկվա մեր դերասանները պատրաստի անգիր առաջ չեն գալիս, ճիշտ է, տեղում ու այդ տեսաններ ուներ JD-ին, որ բավական է մի 6-7 նախադասություն իրար հետևից պետքա մի տողով ասեր ու մալադես տղան լավ էլ տասիբով տակից դուրս եկա։ Տեքստերը սովորած։ Իմիջիալոց ասեմ ինչի համար է տենց, որովհետև ընդհանրապես մեր ֆիլմում շատ բաներ կան, որ առաջի անգամ արվել Հայաստանում, բայց ֆիլմը մենք նկարել ենք full storyboard-ով, այսինքն մենք ֆիլմը մոնտաժած վերջնական տարբերակով, երկու ձայնով կարդացած երաժշտությունով մենք ունեցել ենք մինչև նկարահանումները։ Վաու։ Որը հենց հոլիվուդյան ստանդարտների մեջ է մտնում ու մենք նկարել ենք ֆիլմը այդ տրամաբանությամբ։ Ֆիլմում առկա է 2100 կադր, որը շատ action ֆիլմի համար իդեալական ստանդարտ է ու հնարավոր չի 50 օրում նկարել այդքան կադր, եթե դու չունես նախապատրաստած storyboard։ Գծված storyboard, հա։ Ու էլի շատ բաներ կան, որոնք առաջի անգամ են, նաև ասեմ, որ մենք հիմա աշխատում ենք Գողություն հայկական ձևով երկրորդի սցենարի վրա, քանի որ մեր հանդիսատեսի կողմից շատ է սիրվել ֆիլմը, ես շատ ուրախ եմ ու իմ համար ամենամեծ գնահատականը դա է, որ ինձ վիդեոներ են ուղարկում, երբ մարդիկ կինոթատրոնում ֆիլմից հետո կանգնում ծափահարում են, այդ ամենամեծ գնահատականն է մեր համար։ Իսկ երկրորդը որոշել ենք լինի էլ ավելի մասշտաբային ու մի փոքր ավելի հումորային, չնայած հումոր կա մեր այս ֆիլմում, բայց մի քիչ ավելի կարող է հումորային լինի։ Այ ես դրա մասն եմ ուզում հարցնել, որ ֆիլմում կան մարտական տեսարաններ, հետապնդումներ, կատակերգություն, այ այս ամեն ինչի հավասարակշռությունը ո՞նց եք պահել։ Դրա համար էլ սցենարի վրա 2 տարի աշխատել ենք։ Իմիջիալոց ասեմ, սցենարի վրա աշխատելը նաև կինո հոգեբան, որը շատ կարևոր պոզիցիա է ֆիլմի համար։ Ունեցել ենք acting coach, ով աշխատել է դերասանների հետ նախորոք։ Սցենարի դիալոգների վրա ենք առանձին աշխատել։ Օրինակ մենք ունենք սցենարիստներ, ովքեր մենակ դիալոգի վրա են աշխատել։ Որտեղ պետք է եղել հումոր ավելացնել, որտեղ պետք է եղել ինչ-որ բան փոփոխել, ինչ-որ խորը միտք դնել, դրա վրա ենք աշխատում։ Մենք համարյա 1 ամիս փորձեր ենք արել։ Այսինքն ես այդպես բան չեմ տեսել Երևանում, որ ֆիլմի նախքան նկարահանումները, հա, նախքան նկարահանումները 1-2 օրվա մասին չի խոսքը։ 1 ամիս համարյա գնաք փորձի։ Վերացական պատկերացնում ենք մեր այդ լոկեյշնը ինչա, բայց փորձերը ռեալ անում ենք մասնագետի հետ։ Իհարկե ռեժիսորն էլ վերջնական նայում է։ Իմիջիալոց դերասանները պարապել են, օրինակ Անիլուպեն կոնկրետ պարապմունքներ էր գնում kickboxing-ի, որտեղ ինքը մեր մոտ kickboxing-ի աշխարհի չեմպիոնա ֆիլմ։ Հա, ես էլ եմ սպորտ զալ գնացել, պարապել ենք, ոնց են գնենք, ոնց այդ մարտական տեսանների ժամանակ։ Այսինքն ամեն ինչ մոտեցել ենք պրոֆեսիոնալ ձևի, այսպես էլի, որ ոչ մի բաց չունենանք, ոչ մի կիքս չունենանք։ Գերմասշտաբային աշխատանք է տարվել, կարող ենք ասել։ Ջեյդ, Հնդկաստանից մինչև Երևան ինչ նմանություններ ու տարբերություններ շատ կան։ կթվես 15 տարի արդեն այստեղ լինելով։ Ես ստեղից առաջ եկել եմ Վրաստան։ Ահա։ Վրացերեն խոսում եմ։ Դե լավ էլի ջեյդ։ Հա, ռուսերեն, վրացերեն, հայերեն խոսում եմ։ Ես ասում որ շատ չեմ ապրել Հնդկաստանում, շատ շուտ եմ եկել, դրանց եկել եմ բանը Արաբ Էմիրեթս, դեգել եմ ապրել։
Հնդկաստանում շատ քիչ եմ ապրել, բայց ասենք տարբերությունը շատ մեծ է։ Պրոստը այնտեղ շատ մարդ կա, ասենք մենք միլիարդներով ենք, շատ ենք, էլի, շատ ենք, ասենք։ Ու դե շատ բաներ կա, ասենք որ Հայաստանում որ եկել եմ ես, չգիտեմ, ասենք Վրաստան եկել եմ, մտածի այնտեղ եմ ապրելու։ Բայց երբ որ եկել եմ Հայաստան, եկել եմ մի քանի ամսվա համար։ Հա։ Ու դրանից հետո ու մինչև այսօր քաշել է։ Ու ես ասենք որ հիմա որ երազում եմ, չունեմ տենց երազ, որ ես այնտեղ եմ երազում եմ Հայաստանում։ Վաու։ Ոչ մի բան ասենք որ բան չի մնացել մեջ։ Հաստատ որոշել ես մնալու ես ու ապրես Հայաստանում արդեն։ Միանշան։ Միշտ։ Հրաշալի։ Իսկ թվում է այս ֆիլմը որ դիտեն, շատ քո հայրենակիցները կուզենան գան Հայաստան, Տեղափոխվել Հայաստան։ որովհետև մենք ֆիլմը հենց տենց ենք նկարել, որ ֆիլմում ցույց ենք տվել մեր երկիրը լրիվ ուրիշ տեսանկյունից։ Այսինքն արտասահմանում նայող մարդը ասելու է ինչ լավ երկիր է, այսինքն մենք ցույց ենք տվել ամենալավ բաները մեր երկրի։ Ֆիլմը նայողները կհաստատեն, էլի դա։ Նույնիսկ գծանշումները փողոցի նորից ենք արել, որպեսզի լավ երևա։ Ամեն դետալին ուշադրություն ենք դարձրել, որ մեր երկիրը դուրսը ավելի ներկայացուցչական լինի։ Մարդիկ միշտ նայում են, ես մի քիչ նեղում եմ, երբ որ նայում են հայկական ֆիլմեր, որտեղ որ ցույց ենք տալիս, միշտ ցույց ենք տալիս ինչ որ չգիտեմ, կոնդիկ հանդաս տները, բան, ինչ որ սենց, որոնք հասկանում եմ, կարող է սցենարով այդպես է պահանջվել, բայց լավն էլ է պետք ցույց տալ։ Միանշանակ։ Ինձ հետաքրքիր օրինակ նաև որ նա եղել է ամենայն տպավորված ու ամենահիշարժան կադրը, հա, տեսարանը որ նկարել եք, այդ 50 օրերի ընթացքում, այս շատ երկար տարիների աշխատանքի արդյունքում, այն ամենահիշվող տեսարանն ու պահը Դավիթ։ Այդ հիշվողը մի քիչ Եթերային չի, հա, դժվարանա։ Դուք ասեք էլի, ձեր համար ո՞րն է հիշվող։ Շատ կան, բայց մեկ-մեկը ասեք որ կներես, մեկ-մեկը մենք տես այդքան է հոգնածալում, որ ասենք որ ուժը չկա է որ են, բայց էլի անում է մեկ-մեկ տենց է որ մտքրի ասում է ինչքան Լավ, ես մի հատը կպատմեմ։ Ուրեմն մենք ֆիլմում ունենք բանտի տեսարան, իմիջիալոց այդ բանտը 0-ից կառուցել ենք 3 հարկանի բանտ, մեծ, որտեղ որ պետք էր որ հենց տենց բանտ լիներ, դրա համար են կառուցել։ Ուրեմն առաջի հենց նկարանման օրը, առաջի կադրը նկարելուց առաջ մենք ունենք 130 կալանավոր բանտապահներ, մի 10 քանի հոգի սպասում են, այնտեղ առանձին հատված ունենք, որտեղ բոլորը սպասում են, ասի ներս չգաք, հեսա ես ձեզ առանձին կբաշխեմ խցերում։ 40 վայրկյան չտևեց, մտա ներս դուրս եկա, մարդ չկա ընդհանրապես, քրտինքը sense տվելով ես, ասում ինչ կատարվեց, նոր ստեղ էին այս 140 հոգին, մենք էլ նկարահանումը կատարում ենք այդ Սևանի ճանապարհի վրա է տաղավարը սարքած։ Ուրեմն պարզվում է որ այդտեղ ավարիա է եղել վերևը ու բոլորը վազում են դեպի այդ կողմ։ Հիմա դուք պատկերացրեք այդ մարդկանց վիճակը, ովքեր բանը խցանման մեջ կանգնած են ու նայում են որ 140 հոգի կալանավոր է վազում։ Բանը բանտապահներն էլ հետները ու բոլորը հանել են սենց հեռախոսներով նկարում են, չեն հասկանում ինչա կատարվում։ Այդ տեսարանը լրիվ Բախեցել են մարդիկ դու նույնիսկ տեսնելով։ Դե հա բոլորի ապակիները փագեր։ Շատ լավ, եւ վերջում կխնդրեմ, որպեսզի դուք երեքդ էլ ասեք հանդիսատեսին մարդկանց, ովքեր դեռ չեն դիտել, հա, գողություն հայկական ձևով ֆիլմը, ձեր միտքը եւ հրավիրեք նրանց կինոթատրոն։ Փորձեմ առաջինը ես ասեմ, հարգելի հեռուստադիտողներ, հանդիսատես, չգիտեմ, այս ֆիլմը Հայաստանի կինո արտադրության մեջ ինչ-որ մի նոր շունչ էր։ Շատ բաներ կտեսնեք ֆիլմը, որ Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում, թե սցենարով, թե մի քիչ մասնագետներն ավելի շատ կհասկանան տեխնիկապես, թե ոնց ենք ստացել այդ ամեն ինչը։ Եվ հետո մի շատ կարևոր բան, մեր ֆիլմը 2 ժամ 6 րոպե է տևում մոտավոր, մի շնչով նայվում է ներսես, քեզ թվում է թե 15 րոպե անցավ։ Այսպես այս դրայվը կա, որ հետո ինչ ալ, այս ռեակցիաները շատ ես տեսնում ֆիլմի մեջ։
Նույնիսկ ես որ նայել եմ, նկարվել եմ, ես հիմա որ ֆիլմը նայում եմ, տեսարանքա սենց եմ լինում։ Խի սենց եղավ էլ, մի խոսքով ինքը մի այլ տիպի, ես չեմ ասում էր հայկական ֆիլմերը մեկը մեկին նման են, չէ, կավլիցի, կա, բայց սա ինչ որ էլի գլոբալ առանձնանում է մեր ինչև այս նկարած ֆիլմերի մեջ։ Սա որպես ես 25-26 տարի մշակույթի մեջ իմ կարծիքը սուբյեկտիվ սա է։ Հրաշալի։ JD Okay, այդքան լավ է մեր կինոն։ Չեմ պատկերացնում, ասենք որ սցենարը այդքան ուժեղ է, որ ինքը չի թողում, որ դու գնացել ես կինո նայելու, ինքը վարքյանել չի թողում, որ դու Ուրիշ միտք ունենաս, ուրիշ բան մտածես։ Ու ես հայկական կինոն են նայում եմ, ու միշտ հետաքրքրվել եմ, որ ոնց ենք նկարում, ինչ ալնում, բայց այս առաջի կինոն է Հայաստանում, որ այդքան հետաքրքիր, ասենք որ սցենարի մեջ այդքան տարբերություն, ասենք որ մարդը մտածի հիմա կինոյի մեջ ինչ է կատարվելու։ Որ այս ուր հասանք։ Ուր մտանք, ուր ընկե։ կամած արդեն սպոյլ է։ Պատմում է։ Լավ է, Այս ֆիլմը թարգմանվելու է մի քանի լեզվով, տարբեր երկրներ՝ Հնդկաստան, Ռուսաստան, Ամերիկա, չգիտեմ, նախնական։ Մասշտաբները շարունակում են։ Ինքը մենակ Հայաստանով չի սահմանափակվելու, երկար ժամանակ ինձ թվում է համացանցում չի լինի, հա, նույնիսկ վճարովի կանալներում էլ չի լինի։ Մինչև շրջագայությունն ավարտվի։ հա, նա կարծեմ 5-6 երկիր պետքա գնա։ Նախնական 3 երկիր թարգմանվելու է, մոտ մի 6-7 ձայնով թարգմանվելու է, ստիպաժները նկատի ունեմ էլի։ 23 ձայն է թարգմանվում, Մի բան ուզում եմ Ամբողջական թիմով։ Մի բան ուզում եմ ավելացնել, որ մեր կինոից գողություն հայկական ձևով The Armenian Job այս կինոից մենք սկսելու ենք international շուկայի մեջ մտնել։ Ու լրիվ ասենք որ Hollywood standard չկա տենց բան որ մարդ ասի այս կինոյի մեջ մի բան ինչ որ նիտո կա կամ ինչ որ բան պակաս կա չկա տենց բան։ Հեռնում եմ ջեյդ որ հայերեն սլենգով եք խոսում։ Ժարիտ եմ հայերեն սլենգով ռուսերեն բառերով։ Ռուսերեն բառերով։ Շնորհակալ եմ ձեզ որ եկաք ներս, շնորհակալ եմ որ պատմեցիք այս մանրամասները, ձեզ մի անգամ էլ հաջողություն եմ մաղթում լեփլեցուն դալիչներով։ Հերոսատողներ ուզում եմ հիշեցնել, որ Գողություն հայկական ձևով ֆիլմը կա բոլոր կինոթատրոններում։ Գնացեք վայելեք ֆիլմը մեծ էկրանին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ, որ ներսում էիք ու ձեզ ու ձեր ողջ թիմին նորից ու նորից հաջողություն եմ մաղթում ու ասում շնորհավոր նորից։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես իրեն այս բոլոր պրեմիերաները ուզում եմ ասել, որ պատահական չեն մեր մշակույթն ու կինոն առաջ են գնում։